Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ աշխատում, առաջին խոսափողի մոտ նախկին վարչապետ պրոֆեսոր Արմեն Դարփինյանն է, հետեւաբար սա Դարփինյանի ժամն է գործարար ալիքի եթերում։ Բաժանորդագրվեք մեր թվային հարթակներին, բաժանորդագրվեք նաեւ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին, համացանցում ուրիշ պլատֆորմներում էլ բաժանորդագրվեք։ Ես ողջունում եմ բոլորին եւ նորից հետեւելով Քեզ Դավիթ ջան կոչ եմ անում բաժանորդագրվելու, որովհետև իրենք հաստատ չեն տուժի ու չեն կորցնի, եթե բաժանորդագրվեն։ Եվ ձեր ալիքին գործարար ալիքի եւ իմ։ Այո։ Մենք այսօր զրույցը սկսենք շարունակելով մեր նախորդ հաղորդման խոսակցությունը, կարող եք սիրելի ռադիո լսողներ դուք նախորդն էլ լսել, եթե բաց եք թողել։ Մենք հայտնեցինք մեր ուրախությունը առ այն, որ կարծես թե թեժ ֆազան անցել է կառավարություն մայրաթոր վեճի, բայց հենց այդ օրը մենք ավելի թեժացում ստացանք եւ պարոն Դարփինյանը կարծում էր, որ Թուրքիայում այցը հեղափոխական եւ աննախադեպ է լինելու։ Իշխանությունները նորից ասում են, որ սա աննախադեպ է, բայց այն ինչ մենք սպասում էինք, իսկ մենք ակնկալում էինք քայլ առաջ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման գործում, այդպես էլ տեղի չունեցավ։ Ինչ որ բան ուրիշ կերպ է ստացվել, այլ տեղ է գնացել, պարոն Դարփինյան, ձեզ։ Դավիթ ջան, դե ես ղեկավարվում էի բան առողջ տրամաբանությամբ, առողջ բանականության կանխավարկածով եւ ոչ միայն, նաեւ պրագմատիկ շահերի սպասարկման կանխավարկածով, ենթադրելով, որ եւ առողջ բանականությունը եւ պրագմատիկ շահերը թե Փաշինյանի եւ թե Էրդողանի պիտի բերեին մի կողմից նրան, որ դադարեր այս վարչապետ կաթողիկոս կառավարություն եկեղեցի այս հակամարտությունը, մի կողմից, իսկ մյուս կողմից օրինակ Էրդողանի առողջ բանականությունը պիտի բերեր նրան, որ նա այնուամենայնիվ քայլ առաջ աներ հայ-թուրքական հարաբերություններում եւ լիարժեքորեն ստանձներ այս տարածաշրջանի խոշոր խաղացողի եւ պատասխանատուի մեծ հաշվով պարտավորությունները եւ այդ դերը ցավոք սրտի այդ բանականությունը չբավարարեց ոչ մեկին ոչ մյուսին եւ եթե հերթով գամ, ուրեմն տեսեք եկեղեցի պետություն վարչապետ կաթողիկոս այս հակամարտության ինչումն է բանականությունը իմ կարծիքով այս կաթողիկոսի հետ մատաղ սերունդը, այսինքն ոչ իմ սերունդը, այսինքն ձեր սերունդը եւ ձեզանից հետո եկող սերունդը առնչվել է որպես միակ կաթողիկոս, այսինքն դուք նրան եք ճանաչում որպես կաթողիկոս եւ բոլոր նրանք, ովքեր աստվածապաշտ են, եկեղեցապաշտ են եւ եկեղեցին որպես հայոց սրբություն են ընդունում, ի սկզբանե by definition, այսինքն ընդունում են, որ կաթողիկոս Գարեգին II-ը դա մեր ամենայն հայոց կաթողիկոսն է եւ նա է որ կա եւ այսինքն քանի որ դուք ուրիշ բան չեք տեսել համեմատելու, համադրելու ինչ որ չափով եւ վերլուծելու որևէ առիթ չունեք, չեք ունեցել, շատ երիտասարդներ տարակուսում են, օրինակ ինձ դիմել են իմ երիտասարդությունը, այսինքն նրանք ովքեր նախկին ուսանողները, ներկա ուսանողները դիմում են, ասում են ինչպես հասկանանք, էլի, որտեղ մենք ընդունել ենք որպես սրբություն, այսինքն անգամ պրագմատիկ շահերից ելնելով իմ կարծիքով Փաշինյանի շահերից չի բխում կաթողիկոսի վրա նման հարձակում գործելը նախընտրական տարում են պարոն Դարփինյան հիմա կգամ արդեն բնականությանը ինչու այդպես էլի այսինքն տես օրինակ մեր սերունդը առնվազն 3 կաթողիկոս եմ տեսել ես, Վազգեն առաջինը, Գարեգին առաջինը, Գարեգին երկրորդը համադրելու, ինչ որ չափով վերլուծելու դրական կողմերը, համադրելու նրանց դրական կողմերը, նրանց ազդեցության աստիճանը եւ այլ մենք նման հնարավորություն ունենք համադրելու։ Դուք չունեք, որովհետեւ դուք եւ ձեզանից հետո եկող սերունդները այս մի կաթողիկոսին են տեսել, առնչվում են եւ ուրեմն ընդունում են ի սկզբանե որպես սուրբ եկեղեցու սուրբ ներկայացուցիչ, բայց քանի որ ես դրա մասին ասել եմ, սա զուտ քաղաքական հակամարտություն է վարչապետ կաթողիկոս, հավանաբար ենթադրում եմ, որ Փաշինյանը ստացել է լրացուցիչ տեղեկություններ այն մասին, որ եկեղեցին եւ կամ կաթողիկոսը անձնապես
ինչ որ չափով կամ միգուցե առավել չափով ներգրավված է կամ ներգրավված է լինելու գալիք քաղաքական գործընթացներում եւ կարծես թե առաջանցիկ նման քայլով փորձել է կանխել կաթողիկոսի հնարավոր ուրեմն ներգրավվածությունը քաղաքական պայքարի մեջ նման կերպով վնասազերծելով հնարավոր այսպես ասած վտանգը եկեղեցուց եկող քաղաքական վտանգը բայց իմ կարծիքով մյուս կողմից ստանում է էլեկտորալ ուրեմն բան կորուստ որովհետև ինչպես ասացի շատերը երիտասարդ սերնդից հատկապես չեն հասկանում եւ երբ դու երիտասարդներից կամ ցանկացած մեկից խլում ես իր սրբությունը դա ուրեմն լավ ազդեցություն չի թողնում նրանց հոգեբանական վիճակի վրա եւ կարծում եմ որ այս իմաստով այո էլեկտորալ կորուստ է ունեցել Փաշինյանը դա մի կողմից մյուս կողմից եթե ղեկավարվենք առողջ բանականության կանխավարկածով մեզ բոլորիս երկրին պետությանը ժողովրդին հասարակությանը ազգին հարկավոր է որպեսզի միասնություն լինի պետություն եկեղեցի Եվ միայն միասնական ուժով մենք կկարողանանք շատ ավելի ուժեղ լինել եւ սիներգետիկ էֆեկտ, այսպես ասած, եկեղեցու եւ պետության կտա միայն դրական արդյունքներ։ Ինչը որ մենք հիմա կարծես թե կորցրել ենք եւ մոտակա ժամանակահատվածում կորցնելու ենք։ Իհարկե, ես չեմ կարծում, որ կան որևէ մեխանիզմներ կաթողիկոսին գահանքեց անելու, որովհետև մենք տեսնում ենք, որ նաև ուրեմն եկեղեցական վերնախավը ամբողջապես կուռ եւ միասնական է կաթողիկոսին պաշտպանելու իրենք համարում են վարչապետի ոտնձգություններից բայց մենք որպես հասարակություն որպես ժողովուրդ կարծես թե բավարարվել ենք եւ համակերպվել ենք այն գրառումով, որը կա մեր սահմանադրության մեջ որ հայ հռակելական Սուրբ եկեղեցուն մենք տվել ենք ըստ սահմանադրության առանձին կարգավիճակ, այսինքն դա տարբերվում է այդ կարգավիճակը ցանկացած այլ եկեղեցական կրոնական կառույցներից, կազմակերպություններից եւ եկեղեցական շարժումներից։ Իմ կարծիքով դա այդքան էլ բավարար չէ։ Ես միասնականությունը կտեսնեի պետության եւ եկեղեցու օրինակ հետեւյալ ձևակերպման մեջ, եթե մենք սահմանադրության մեջ ունենայինք պարտավորությունը պետության քրիստոնեության արժեքների տարածման մեջ, հասկանում եք, աշխարհով մեկ։ Եվ մենք որպես առաջին քրիստոնյա ազգ, որպես պետություն նման պարտավորություն պիտի ստանձնենք իմ կարծիքով եւ ես ծանոթ եմ Շվեյցարիայի սահմանադրությանը, որտեղ սահմանադրական նորմ է պետությունը պարտավոր է տարածել դեմոկրատական արժեքները, հասկանում եք։ Այսինքն անկախ նրանից ինչ կառավարություն կգա այնտեղ իշխանության Շվեյցարիայում, նրանք պարտավորություն ունեն տարածելու դեմոկրատական արժեքները աշխարհով մեկ։ Հիմա մենք որպես պետություն, իմ կարծիքով, պարտավորություն պիտի ստանձնենք տարածելու քրիստոնեական արժեքները աշխարհով մեկ, հա։ Եվ այդ դեպքում չենք զարմանա, որ ինչու ենթադրենք Շվեյցարիայում կաթողիկոսը նախաձեռնեց եւ անցկացրեց մի ուրեմն եկեղեցական ժողով, որտեղ պաշտպանվեց Արցախի մեր քրիստոնեական ժառանգությունը օրինակ։ Մենք չենք զարմանա նման բաների, ավելին մենք դա կընդունենք որպես պետական պարտավորություն համապատասխան պետական բյուջեից իրականացվող ծախսերի շնորհիվ։ Սա եկեղեցական թեման ավարտելու համար։ Ինչ վերաբերում է հայ-թուրքականին, ես շատ ափսոսում եմ, որ Էրդողանը Թուրքիայի նախագահը կորցրեց այս բացառիկ շանսը ռեգիոնալ լիդեր հանդես գալու։ Իմ խորը համոզմամբ նա ուներ այդ շանսը ոչ թե որպես հակամարտության մի կողմ հանդես գալու, այլ հակամարտության վերևից նայելու եւ որպես արբիտր հանդես գալու, որպես խաղաղարար հանդես գալու, առավել եւս այս ծանր իրավիճակում, երբ Իրան-իսրայելական այս հակամարտությունը կա, Իսրայելի գրոհը կա, Իրանի պատասխանը կա, Միացյալ Նահանգները եւ այլ, այսինքն տարածաշրջանը հիմա բորբոքված է։ Եվ նախագահ Էրդողանը բացառիկ շանս ուներ այս տարածաշրջանում հանդես գալու որպես խաղաղարար եւ որպես իսկապես տարածաշրջանային լիդեր, որովհետեւ ինչ է հաջողվել այս պահին
Էրդողանին, նա ընդամենը դարձել եւ իր տեղը ամրապնդել է թուրքալեզու աշխարհում, թուրքական այդ կազմակերպության, թուրքալեզու երկրների պետությունների կազմակերպության մեջ, դա իսկապես նրանց շրջապատում նա իսկապես լիդեր է։ Ինչ վերաբերում է օրինակ իսլամական համագործակցության կազմակերպությանը, ապա չի կարելի ասել, որ դա այնտեղ միանշանակ լիդեր է, որովհետև այնտեղ կա Պակիստանը, կա Իրանը, այնտեղ կա Ինդոնեզիան, ասենք որպես մահմեդական երկիր, այնտեղ Թուրքիան ուրեմն բացարձակ լիդերային բան չունի, դիրքեր չունի։ Իսկ այստեղ ինքը տարածաշրջանում այդ հնարավորությունը ուներ հանդես գալու որպես տարածաշրջանային լիդերային դիրքերից, իմ կարծիքով ամեն ինչ չի կարելի բացատրել միայն Ալիևի բացասական ազդեցությամբ։ Իմ կարծիքով Էրդողանը հոգնել է, ծերուկը հոգնել է, պատկերավոր ասած մեր Աբազյանի օրն է ընկել, եւ քանի Աբազյանին վարչապետը ազատեց աշխատանքից այդ պատրվակով, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Թուրքիան նույնպես ընտրություն կատարի եւ ավելի շրջահայաց լիդերի, այսպես ասած, փորձի ընտրել, որովհետև դա մեր տարածաշրջանի շահերից է բխում նաև, այդ թվում նաև Թուրքիայի հնարավոր եվրոպական ուղղությունը եւ ուղղվածությունը նրանց մղումը դեպի Եվրոպա։ Սա ես շատ կկարևորեի, սա ցավում եմ, որ որևէ առաջընթաց չգրանցվեց եւ Թուրքիան ընդամենը հանդես եկավ որպես Ադրբեջանին սատարող մի երկիր, այսինքն այդ տեղը տարածաշրջանային լիդերի տեղը դեռևս բաց է մնում, այնպես չէ որ այսինքն միանշանակ ասում ենք կամ ոմանք ասում են որ ռուսները գնում են, թուրքերն են գալիս, Եվրոպան է գալիս, Միացյալ Նահանգներն են գալիս, դեռևս ոչ ոք չի եկել, թուրքերն ունեին այդ հնարավորությունը, այս պահի դրությամբ չեն օգտվել։ Հիմա մենք խոսեցինք իսլամական համագործակցության երկրների մասին, 57 երկիր է այդ համագործակցության մեջ, իսլամական երկիր, այսինքն մահմեդական երկրներ, եւ նրանք ճիշտ այն ժամանակ, այսինքն մի օր հետո Փաշինյանի Ստամբուլ այցից մի օր հետո, իմիջիալոց պիտի ասեմ, որ այցը ինքը արարողակարգային տեսանկյունից լավ էր կազմակերպված, այսինքն ես տեսա այնտեղ հարգանք մեր դրոշի նկատմամբ, մեր ասենք ղեկավարի նկատմամբ, դա վատ չէր, այսինքն արարողակարգային նրանք պահել էին, այսպես ասած, մակարդակը, նաև այդ ճանապարհելը մինչև մեքենա բան եւ այլն, դա վատ չէր։ Բայց հենց մեկ օր անց նույն Թուրքիայում տեղի ունեցավ հերթական համաժողով իսլամական համագործակցության, որտեղ հակահայկական մի քանի բանաձևեր ընդունվեցին, այդ թվում բանաձևերից մեկը ուրեմն կոչվում էր Հայաստանի, ուշադիր լսեք, ներկայիս տարածքից ադրբեջանցիների բռնի եւ համակարգային եղանակով տարհանման ուրեմն արդյունքում առաջացած ուրեմն այդ ադրբեջանցիների ետ վերադառնալու իրենց հայրենի հողեր իրավունքի պաշտպանության մասին 57 երկիր որոշում կայացրեց, հասկանում ես Դավիթ ջան, եւ ինչն է ցավալին, ախր այդ 57 երկրների մեջ կա, ասենք, մեր հարևան եւ բարի դրացական Իրանը, այդտեղ կա, ասենք, մեր գրեթե եղբայրական Լիբանանը, հասկանում ես, այնտեղ կան մեր ուրեմն ԵԱՏՄ երկրներ Ղազախստանը եւ Ղրղստանը, այնտեղ կան ԱՊՀ երկիր, ասենք երկրներ Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, հա։ Սրանք բոլորը ծպտուն չեն անում, այսինքն հակահայկական նման ռեզոլյուցիաների պարագայում երբ թմբկահարվում է ուղղակի այդ հարցը եւ բացացվում է համաշխարհային մակարդակի, այսինքն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է մեզանից, արդեն 57 երկրի պահանջ է ներկայացվում մեզ, եւ այս իրավիճակում նաեւ տեսեք մենք այսօր ամսի 23-ն է, հունիսի 20-ին ՄԱԿ-ի կողմից հայտարարված փախստականների միջազգային օրն էր։ Աշխարհում հաշվառված փախստականների թիվը կազմում է 122 միլիոն մարդ։ Հիմա այդ 122 միլիոն մարդուց հավանաբար մեր 120 թե 150 հազար ղարաբաղցիները նույնպես հաշվառված են, կամ միգուցե ոմանք հաշվառված են, ոմանք հաշվառված չեն,
բայց այդ անգամ ՄԱԿ-ի փախստականների օր հռչակված հունիսի 20-ը մեզանում շատ աննկատ անցավ, կարծես թե մեր երկրում փախստականներ չկան, կարծես թե մենք նման խնդիր չունենք եւ կարծես թե չեն տարհանվել այդ 150,000 մարդը։ Ես կհասկանայի, եթե մեր այս լռությունը պայմանավորված լիներ այն հանգամանքով, որ մենք կարծես համաձայնվել ենք, որ մենք սրանց իրավունքները չենք պաշտպանում, իրենք էլ իրենց իրավունքները չեն պաշտպանում, բայց մենք տեսնում ենք, որ մենք բացարձակապես պետական մակարդակով ոչինչ չենք անում այդ իրավունքները ուրեմն ներկայացնելու համար։ Իսկ իրանք ավելի քան անում են։ Իսկ իրենք ավելի ամեն անգամ առիթը բաց չեն թողնում թմկահարելու դրա մասին, եւ ուզում եմ հիշեցնել, որ 30 տարիների ընթացքում գրեթե Ադրբեջանը կարծես թե իրենց փախստականներին, որոնք որ լքել էին մեր տարածքը եւ Ղարաբաղի տարածքը, ամբողջ աշխարհով մեկ նախ նրանք ստեղծել էին այդ գետոները, ճամբարներ էին ստեղծել փախստականների, ով գալիս էր Ադրբեջան անպայման տանում էին այդ ճամբար ցույց տալու, որ տեսեք հայերը ինչ բարբարոս են։ Այդ թվերը 1 միլիոն փախստական ամբողջ աշխարհով մեկ առիթը չէին կորցնում, որպես դրա մասին չբարձրաձայնեին, ամբողջ աշխարհով 1 միլիոն ուրեմն ճամբարները եւ ցուցադրաբար, այսինքն նրանք ունեին փախստականների խնդիր եւ ամբողջ աշխարհին ներկայացնում էին նաեւ միջազգային իրավունքի ուժով պաշտպանել եւ պաշտպանում էին եւ հասան իրենց նպատակին, այսինքն հասան այն նպատակին, որ աշխարհը այսօր ընդունում է նրանց իրավունքը փախստականների։ Մենք ունենալով այս կատաստրոֆիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ընդհանրապես այդ տարածքից հայերի բռնի տեղահանման, որը հավասարազոր է գենոցիդի, հասկանում եք։ Իմիջիալոց այս բանի մեջ իսլամական երկրների համաժողովի այդ բանաձևի մեջ հիշատակված էր նաև հայերի կողմից իրականացվող մշակութային գենոցիդը եւ Խոջալույի գենոցիդը, հասկանում ես, իմ կարծիքով սա ուղղակի բան է, մի ցուցիչ է, որ մեր արտաքին քաղաքականությունում մենք շատ լուրջ պարտություն ենք կրում այս իմաստով, կհորդորեի մեր պետական այրերին եւ վարչապետին եւ արտգործնախարարին, որ նրանք պիտի վերանայեն այս մոտեցումը, այսինքն հանձնվելով եւ հանձնելով այս շահերը մեր արցախցիների շահերը, նրանք ոչ միայն ոչինչի չեն հասնում, նրանք շատ ավելի վատթարացնում են մեր վիճակը, ստացվում է, որ բարբարոսը, օկուպանտը, ագրեսորը, ցեղասպանը մենք ենք։ Եվ սա կատեգորիկ անընդունելի է այս։ Ուտեղ նստած են, ասենք, պարսիկները, պարոն Դարբինյան, որոնք հենց այսօր Մեղրիում հերթ են կանգնած Հայաստան մտնելու համար, էլի։ Փախստականները, ֆիքսենք, որ փախստականների մասին ենք խոսում։ Այսինքն մեր փախստականների մասին մոռացած պետության քաղաքացիները այսօր հերթ են կանգնած մեր սահմաններում։ Դա հիմա ես չէի ասի, որ դա կրում է այլևս համակարգային բնույթ, բայց մենք չգիտենք ինչպես կզարգանան, իրավիճակը ինչպես կզարգանա Իրան-իսրայելական այս հակամարտության մեջ, հաշվի առնելով, մենք դրան կգանք, հաշվի առնելով նաև ամերիկացիների ներգրավումը այս ամեն ինչի մեջ։ Տեսեք, ուրեմն ինչու է այդպես եւ ինչու մեր պետությունը համարում է, որ նման խնդիր չկա։ Փախստականների, ղարաբաղցիների, որպես փախստականներ խնդիր չկա։ Այդ հարցի պատասխանը տվեց Փաշինյանը Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ասաց, որ ես համայն հայոց վարչապետը չեմ, ամենայն հայոց վարչապետը չեմ, ես ընդամենը Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ուրեմն հայ քաղաքացիների վարչապետն եմ։ Տեսեք, այսինքն ես երկար տարիներ, երկար ժամանակ մոլորության մեջ էի համարելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայերը, որոնց բաժանվել էր Հայաստանի Հանրապետության անձնագրերը, նրանք լիարժեք քաղաքացի են Հայաստանի Հանրապետությունից, համոզված էի դրանում, հաշվի առնելով մեր օրենսդրության այն կետը, որտեղ ասվում է, որ ցանկացած հայ ծագում ունեցող մարդ իրավունք ունի դառնալու Հայաստանի քաղաքացի, այնպես ինչպես սփյուռքահայերից ուրեմն բազմաթիվ հայեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, բայց պարզվեց, որ այդ անձնագիրը լիարժեք չէ։
եւ այստեղ ես մեղադրում եմ մեր նախկին իշխանություններին, որոնք բաժանել են այդ անձնագրերը եւ փաստորեն այդ անձնագրերի կարգավորման մեջ, օրենսդրական եւ կամ ենթաօրենսդրական կարգավորման մեջ հաստատ եղել է ինչ-որ մի կետ, որ այդ անձնագիրը լիարժեք չէ, որ չեմ հասկանում տեխնիկապես դա ոնց կարա լինի, պարոն Դարբինյան։ Ես կարծում եմ, որ սա նոր իշխանությունների հորինվածքն է։ Ես չեմ կարող պնդել ում հորինվածքն է, չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով անպայման գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ այդ անձնագրերի իրավական կարգավիճակի մասին։ Այլ տեսակի փաստաթուղթ լինելու մասին։ Ես վստահ եմ դրանում, որովհետև եթե դա հորինված լիներ նոր իշխանությունների կողմից, ցանկացած Ղարաբաղի բնակիչ կարող էր դիմել դատարան եւ վերականգնել իր քաղաքացիությունը լիարժեքորեն։ Ես վստահ եմ ուղղակի, որտեղ այլ տարբերակ չի կարող լինել, որտեղ եթե այլ տարբերակ է, եթե այս իշխանությունների հորինվածները, ես այդ դեպքում տարակուսում եմ ինչու ղարաբաղցիները չեն դիմում դատարան եւ չեն վերականգնում իրենց լիարժեք քաղաքացիությունը։ Իմ կարծիքով գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, որը կարգավորում է այդ անձնագրերի, կոնկրետ այդ անձնագրերի կարգավիճակը եւ անտեղ հավանաբար գրվում է, որ անձնագրերը տրամադրվում են ուրեմն նրանց այլ երկրներ մեկնելու նպատակով, այլ ոչ թե արտացոլում են նրանց լիարժեք քաղաքացի լինելը, որովհետև եթե նրանք լինեին լիարժեք քաղաքացի, նրանք պիտի մասնակցեին մեր ընտրություններին, ընտրելու իրավունք ունենային, ընտրվելու իրավունք ունենային, բայց մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունը ոչ ընտրելու, ոչ էլ ընտրվելու իրավունք։ Բայց մի դեպք ունենք, չէ՞ որ ընտրվելու։ Մի դեպք ունենք, հիմա այդ դեպքն էլ փորձեցին ինչ-որ ձև։ Դե եկեք մենք հիմա ասենք այդ ծուր հայելիների բանում համակարգում ապրում ենք երկար տարիներ, միշտ էլ ապրել ենք, հիմա շարունակում ենք ապրել։ Պետական համակարգը ծուռ էր, հիմա պարզվեց եկեղեցական համակարգն էլ է ծուռ, հիմա այս ամեն ինչը ծուռ է, մեր երկրի ղեկավարներ հիմա ուրեմն հակված է այդ բոլոր ծուռ, այսպես ասած, ուրեմն խնդիրները հանել ջրի երես, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա կարող է վնասել եւ ընդհանրապես ուղղակի ձախողել ամեն ինչ։ Հիմա դա է ցավոք սրտի այդպես է ստացվում, որ այդ անձնագրերը մեր ղարաբաղցիների պարզվում է, որ դրանք ինչ որ չափով ուրեմն լրիվ նեղ կարգավիճակ ունեցող անձնագրեր են։ Եվ վարչապետ Փաշինյանը Ստամբուլում ասաց, որ բացի դրանից, որ ասաց, ես համայն հայության վարչապետը չեմ, եւ ասաց, բան արեք, վրա հույս չդնեք։ Այս հարցով, հա։ Չէ, բոլոր հարցերով ին վրա հույս չդնեք, ասաց։ Հիմա դա իրական Հայաստանի պնդումներից մեկն է, աքսիոմներից մեկն է, որին վրա հույս չդնեք։ Հիմա տեսեք, դա ունի իր հակառակ կողմը, դա իրավունք ունի գործածության, այսպես, դա տեսակետ է, դա մոտեցում է, դա կոնցեպտ է, այլ բան է, որ մենք խոսել ենք դրա մասին, այդ կոնցեպտը պիտի ընտրություններով հաստատվեր, հետո նոր կիրառվեր։ Հիմա ընտրությունները լինելու են 1 տարի հետո, իսկ կոնցեպտը սկսվել է արագորեն կիրառվել, բայց հիմա դա ունի իր հակառակ կողմը, եթե պետությունը Սփյուռքին ասում է ին վրա հույս չդնեք, Սփյուռքը նույնպես կարող ասի դուք էլ ին վրա հույս չդնեք, դա չէ, ոչ թե կարող ասի, դա արդեն ակնհայտորեն ավտոմատ կերպով ենթադրում է, որ Սփյուռքը նույնպես որևէ առնչություն չի ուզենալու ունենալ երկրի հնարավոր առաջընթացի մեջ, որտեղ սա նշանակում է ուղղակի մենք անջատում ենք Սփյուռքը Հայաստանից եւ Հայաստանի պետությունը այլևս չի կարող ենթադրել կամ չի կարող հավակնել, որ Սփյուռքի հետ միասնական ինչ-որ կոնցեպտ ծրագիր է իրականացնում, սա շատ ցավալի է, եւ նույն այս կոնտեքստում պետք է դիտարկել Սամվել Կարապետյանի հետ կատարվող իրադարձությունները։ Սամվել Կարապետյանը իմ կարծիքով այդ մեր սփյուռքահայերից, հատկապես ռուսահայերի մեջ ինքը մեծ հեղինակություն է վայելում։ Ձեր թույլտվությամբ, պարոն Դարբինյան, միգուցե ինչ-որ ռադիոլսողներ տեղյակ չեն ինչի մասին ենք մենք խոսում, օրեր առաջ ձերբակալվել է Մոսկվայաբնակ ազգությամբ հայ գործարար Սամվել Կարապետյանը, պետությունը, այսինքն դատախազությունը պնդում է, որ նա իշխանազավթման կոչեր է արել, խոսքը գնում է Նյուզերեմին տրված հարցազրույցում, որտեղ ինքը մեջբերումս ուղիղ չի իհարկե, բայց կոնտեքստը նույնն է, որտեղ ինքը ասել է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան հաղթահարել ճգնաժամը կառավարության եւ եկեղեցու, ինքը իր տարբերակով կմիջամտի այդ process-ին։
Այսինքն խոսքը սրա մասին է։ Համեցեք պարոն։ Հիմա տես, ասենք Սամվելի այս դեպքը ընդհանրապես այս երևույթը որպես այդպեսին մի քանի բաղադրիչ ունի, էլի, եթե մենք դիտարկենք նրան որպես ինվեստոր, իսկ ինքը գոյություն ունեցող բոլոր ինվեստորների լավագույն տեսակն է, որտեղ ես անձամբ տեղյակ եմ նաև, որ ոչ միայն ինքը անձամբ, նաև ինքը օրդորում է մնացած ռուսահայերին, ընդհանրապես Սփյուռքի մեծահարուստներին ներդրումներ կատարել հենց Հայաստանում։ Ես մի քանի դեպքեր գիտեմ, երբ իր անձնապես, ուրեմն այսպես ասած, ուղղորդման արդյունքում այլ մարդիկ, այլ ինվեստորներ եկել են Հայաստան, այդ իմաստով նա շատ բարվոք, այսպես ասած, տիպար է, որպես ինվեստոր։ Հիմա դա մի կողմից, մյուս կողմից որպես քաղաքական գործիչ ճիշտ չէ նրան դիրքավորել այսօր, բայց ես տեսնում եմ, որ արդեն բանտախցից հայտարարությունները գալիս են, հայտարարությունները արդեն ունեն քաղաքական բնույթ եւ դա նշանակում է, որ քաղաքական հակամարտության կողմ է դառնում Կարապետյանը, չլինելով լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն հավանաբար նա ունի երևի անձնագիր, ենթադրում է, որ ունի, չի կարող չունենալ, բայց ապրելու այդ ժամանակահատվածի ցենզը եւ մնացած բաները դժվարությունները թույլ չեն տալու նրան անձնապես հանդես գալ որպես անձնապես էլեկտրոն պրոցեսին, դա հեսա նշանակում է, որ լինելու է, ասենք, այսպես ասած, օլիգարխիկ մասնակցություն, որը ես չեմ ողջունում քաղաքականության մեջ օլիգարխների ներգրավումը բացասական երևույթ է միշտ եւ նորից արտացոլում է քաղաքական համակարգի ուղղակի ձախողումը մեր երկրում ինչ վերաբերում է այն կալանավորման ուրեմն բանին process-ին գործընթացին գիտես լավ ջան այդ մի ֆրազի համար բայց ես մի անեկդոտ հիշեցի դրա հետ կապված սովետական միության ժամանակ ուրեմն բանտում նստած մի քանի հոգի իրար պատմում են ինչի համար են նստած մի ադրբեջանցի ասում է ես բանի ինտոնացիայի համար եմ նստած Վրան Մայակովսկին մի բանաստեղծություն էր, որ որտեղ Նովոկուզնեցկի հանքափորերին էր նվիրված, ուրեմն ասում էր բանը Я знаю город будет, я знаю саду цвесть, когда такие люди в стране советской есть, ասում ես ինտոնացիայի համար եմ նստած, բայց որն է ինտոնացիան, դե ադրբեջանցիները երկարաձգում էին տառերը, երկելով են երգում, ասում ես ասացի я знаю город будет, я знаю саду цвесть, հիմա ինտոնացիայի համար, իմ կարծիքով Սամվելը նույնպես կալանավորվել է ինտոնացիայի համար, որտեվ այդ որ մենք մեր ձևերով կլուծենք բան եւ այլն, սա ասենք օլիգարխիկ մոտեցում է, օլիգարխիկ ասույթ է եւ երևի թե դա ընդունելի չէ ընդհանրապես քաղաքական համակարգում։ Պարոն Դարփինյան, բայց մի ընկերոջս հետ էի քննարկում այս իրավիճակը, հետաքրքիր բան ասեց, եթե ես ուզենայի մտնել քաղաքականություն Այդ շատ կուզեի, որ իմ մուտքը հետևյալը լիներ, ինչ որ մեկը ամենայն հայոց կաթողիկոսին նեղացներ, ես պաշտպանեի, ինձ պաշտպանելու համար բռնեին։ Շատ լավ մուտք է քաղաքականություն, էլի, այսինքն այդ բանա, չէ՞, տենց հավատքի համար Վարդան Մամիկոնյանը տղմուտ գետի աճափին բան, ու հիմա հավատքի համար Սամվել Կարապետյանը, տենց բան չի, լավ մուտք չի քաղաքականություն։ Լավ մուտք կլիներ, եթե Սամվելը լիներ մեզանից մեկը, այսինքն Հայաստանում ապրող եւ գործող անձնավորություն, ունենար բոլոր լիարժեք հիմքերը քաղաքականության մեջ մասնակցելու, ընտրվելու, անգամ պատգամավոր չի կարող ընտրվել ըստ գործող օրենսդրության։ Այսինքն նշանակում է, որ նա լինելու է ուրեմն որպես այսպես ասած երաշխավոր ինչ որ մեկի համար, այդ ինչ որ մեկն էլ դե մենք գիտենք, ինչ որ մեկերով, այդ բոլոր ինչ որ մեկերին մենք տեսել ենք, այո։ Ասա գիտես էլի հիշեցի, անում լեննական ու սովետական ժամանակահատվածում Շիրակ ֆուտբոլային ակումբ ուներ մի ուրեմն ֆուտբոլիստ 70-ական թվերն եմ ասում, իմ մանկության տարիները, երբ ես ստադիոն էի գնում դեռևս, ուրեմն այդ ֆուտբոլիստը միշտ պահեստային նստարաններ նստած
լենականցիները հումորով անունը դրել են Զապաս Քերոպ։ Հիմա այս Զապաս Քերոպները քաղաքականության մեջ, հատկապես քաղաքականության այդ սպեկտրում, ուրեմն հայտնի են եւ դա ուրեմն ի սկզբանե պարտված են նրանք այդ բոլոր Զապաս Քերոպները եւ Սամվել Կարապետյանը որպես նրանց ուրեմն ուղղորդող կամ նրանց այսպես ասած երաշխավորող նրանք արդեն պարտված են հատկապես որ տարբեր Սոլովյովները եւ ուրեմն Սիմոնյանները սկսեցին ուրեմն ինտենսիվ խանգարել այդ մարդուն, այո, այսինքն դրանք աշխատում են բացարձակ ուրեմն բանից Փաշինյանի շահերից այդպես է դուրս գալիս, այսինքն եթե սա ծրագրավորված չէ, ուրեմն սա իրենց կողմից ուղղակի ապուշություն է, հա։ Այսինքն ես չեմ տեսնում քաղաքական, այսպես ասած, լուրջ բան Հայտ Չէ, հայտը միգուցե լուրջ է, ես չեմ տեսնում քաղաքական լուրջ ընթացք այս ամեն ինչին Ցավում եմ, որ այսպես է ստացվել, ենթադրում եմ, որ եթե այդ մի ֆրազի համար է նա կալանավորված եւ եթե նա արդեն բացահայտվեց, որ խոսքը գնում է քաղաքական պայքարի, այսինքն իմ ձևերով, մեր ձևերով նշանակում է մեր քաղաքական ձևերով, այսինքն դա արդեն առարկան դուրս է գալիս մեղադրանքի, բայց չեմ տեսնում քաղաքական բան, որը նորմալ է, բայց կալանավորման տանելը, պարոն Դարբինյան, խոսքերի համար։ Ես չեմ, խոսքերի համար ամեն դեպքում նորմալ չի, բայց այստեղ չէ, հիմնավորում են ասում դու հասարակ մարդ ես, դու ուրեմն հազարավոր աշխատավորներ ունես քո ձեռնարկությունում, դու միլիարդատեր ես, դու այլ երկրից ես եկել, մի հատ էլ պետք է բարձենք այդ դու ինչ ձևերի նկատի ունես։ Այսինքն հիմնավորումները կան, որոնց դեռ չես կարողանում առարկես, հասկանու՞մ։ Չէ, ես կարծում եմ կարող ես, պարոն Դարբինյան, ուզում եք բարձեք, հիմա կալանավորում եք, որ ինչ։ Այսինքն կալանքով բոբոչի բան եք ուզում բարձեք։ Նրան այդ մեղադրանքով չեն կարող կալանավորել եւ վաղ թե ուշ ավելի շուտ վաղ քան ուշ նա դուրս կգա այդ հոդվածը չի կարող այդտեղ ամրագրվել դա փաստ է հիմա թե նրան կալանավորելը սխալ էր վարչապետի ցուցումով էս ուրիշ բան այսինքն ասենք իրավական գործընթացը դա սխալ էր բայց իրավաբանները իրավական մեր այսպես ասած կառույցներն են պատասխանատու ցանկացած որոշման համար որովհետեւ մեկը չի կարող ասել ես կալանավորման որոշում եմ կայացրել որտեղ վարչապետը ստատուս գրեց Facebook-ում հա դա արդեն անցագործություն է եթե դու այսինքն պատասխանատվություն եք կրում քննիչը, դատախազը, քննիչը եւ դատավորը, հիմա այս եւ անձերը եւ ինստիտուցիոնալ պատասխանատվություն։ Բայց ամեն դեպքում ես թեթև կվերաբերվեի այս բանին, հատվածին, որովհետեւ նորից եմ կրկնում այդ հոդվածով առավել եւս եթե Կարապետյանը արդեն բացահայտել է իրեն որպես քաղաքական գործիչ, հնարավոր չի լինելու նրան հետագայում կալանավորել նա դուրս է գալու, բայց սա հերթական անգամ ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի, այսպես ասած, չկայացած լինելը, հա։ Հիմա շատերը համեմատում են, ասում են դա կարող է լինել Իվանիշվիլիի տարբերակը վրացական երազանքի, այո։ Երազանքի, այսինքն օլիգարխ, որը որ կազմակերպում է քաղաքական process, բայց մնում է այսպես ասած վարագույրի հետևում, ինձ դուր չի գալիս այդ մոդելը։ Լավ մոդել չի, ինքը մեր երազանքի մոդելը չի։ Իվանիշվիլին ամենայն հարգանքով մեր վրացի բարեկամներին սարի վրա նստած վարչապետ է փոխում այդ երկրում, դա նորմալ չի էլի։ Բայց ի պաշտպանություն Սամվելի եւ հակառակ Իվանիշվիլի, ես պետք է ասեմ, որ Սամվելն ունի երկու առավելություն Իվանիշվիլիի հանդեպ։ Նախ Իվանիշվիլին Ռուսաստանում ուրեմն իր անունը փոխել էր, նա Բորիս էր, ոչ թե Բիձինա էր, այսինքն առնչվել է մեր ժամանակները, դեռևս դուք չկայք։ Նա Բորիս Իվանիշվիլի էր, Սամվելը ի պատիվ իրեն չի դարձել Սերգեյ։ Այս մեկ, երկրորդը բանը Իվանիշվիլի կարևորագույն բիզնեսը կոչվում է ռոսիյսկի կրեդիտ։ Սամվելի բիզնեսը կոչվում է Տաշիր, այսինքն սա արդեն ընդգծում է նրա հայրենասիրությունը, Տաշիրը դարձրեց համաշխարհային բրենդ, հասկանում ես, հիմա ասենք շատերը չեն էլ հասկանում ինչ է նշանակում Տաշիր, բայց մենք գիտենք, որ Տաշիր դա մեր ռեգիոնն է, այսինքն ինքը իր ծննդավայրը դարձրեց համաշխարհային բրենդ, դրանով պարտադիր իրեն, հա, բայց նորից ինքը քաղաքական գործիչ չի Եվ իմ կարծիքով կատեգորիկ սխալ է եւ նաեւ շատ վտանգավոր, որովհետեւ իրեն արդեն
կփորձեն, եթե ոչ փորձում են օգտագործել եւ ներսից եւ դրսի ուժերը։ Եվ սա շատ ցավալի է։ Ես կուզենայի Սամվելին հետագայում եւս տեսնել որպես գործարար, բարերար, հաջողություններ մաղթել իրեն, որ ասենք հարստանար, հարստացներ, այսպես ասած, ինչպես մեր լոզունգներից իրական Հայաստանի լոզունգներից մեկն է ասում, ես կուզենայի նրան շարունակել տեսնել որպես գործարար, բարերար եւ ամենայն հաջողություն եմ մաղթում իրեն, վստահ լինելով, որ իհարկե այս հոդվածով նրան հնարավոր չի լինելու շատ պահել բանդում, բայց եւ նաեւ նախազգուշացնել, որ շապտի զերծ մնա օգտագործված լինելուց, ասենք, դա շատ ցավալի կլինի, եթե իրեն օգտագործեն եւ արդյունքում ոչինչ չի ստացվելու։ Արդյունքում նույն պատկերը կստացվի։ Տեսեք, իմ կարծիքով Վարդանյանին երևս Ռուբենին փորձեցին օգտագործել եւ ստացան այն, ինչ որ ստացան, ցավոք սրտի մենք բոլորս ստացանք, Ռուբենը Բաքվի բանտում է այսօր։ Հիմա, բայց այս պատմությունը շարունակություն ունի, հայկական էլեկտրացանցերի ազգայնացման լոզունգ առաջ եկավ պետության կողմից, նորից Փաշինյանի կողմից եւ կառավարող կուսակցության կողմից, մեծամասնության կողմից, ես պիտի ասեմ, որ սա բացարձական ընդունելի մոտեցում է։ Ես էլ նորմալ է, առողջ երկրներում տենց բան լինի, մարդը ներդրումանի գանասեն դե չէ, սա մեզ հիմա։ Դավիթ ջան, մի քիչ ներդրման մասին չէ այստեղ խոսքը երկրի տնտեսական հիմքերի մասին է, հա, հիմա կամ դու հեղափոխական Լենինն ես, որի համար նման հիմքեր գոյություն չունեն եւ ամեն ինչ կարելի է տապալել, այսինքն Լենինն է, էլի, այսինքն լենինիզմի դրսևորում է ազգայնացումը, էլի հիշեցի, բանը, Իլհամ Ալիևի հայրը, Հեյդար Ալիևը, երբ ընդունում էր Բրեժնևին, դե ֆանտաստիկ ուրեմն բաներ ցուցաբերում, էլի, ֆանտաստիկ, այսպես ճակերտավոր հյուրասիրություն էր ցուցաբերում Բրեժնևին։ Եվ հավատարմություն, այո։ Եվ մի անգամ արդեն Բրեժնևը որ Բաքու այցելեց, այս բանը Հեյդար Ալիևն ասաց, ով ասում որ Լենինը մահացել է, հեսա, ոչ Ժիվոյ Լենին ասաց, հասկանում ես, հիմա մենք տեսնում ենք Ժիվոյ Լենինը արդեն մեր երկրում չի կարելի ուղղակի թույլ տալ սա, չի կարելի թույլ տալ ազգայնացում, որպես այդպեսին այդ բառապաշարը չի կարելի, դա հակասում է մեր երկրի տնտեսական հիմքերին, հակասում է ամեն ինչին, սահմանադրությանը, լիբերալ մեր օրենքներին, ամեն ինչին, այս սեփականության իրավունքին, բայց պետությունը կարող է հայց ներկայացնել դատարան, եթե առկա են տնտեսական եւ ֆինանսական հիմքերը, եթե կա ձեռնարկություն, որը պետությանը պարտք է, համապատասխան, եւ այդ պարտքը փաստագրված է, ակնհայտ է եւ ապացուցված է, այդ պարտքի ետևից պետությունը կարող է գնալ դատարան եւ դատարանի վճռով ենթադրենք, եթե դա հնարավոր չէ ծածկել ֆինանսական միջոցներով, դա ծածկվի, ասենք, բաժնե տոմսերի որոշակի մասով, հա, դա հնարավոր է անել։ Ազգայնացման գործընթացը այսօր Ռուսաստանում բավական պոպուլյար է, այնտեղ օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել, հիմա չի կարելի համարել այսօրվա Ռուսաստանը որպես լիբերալ տնտեսության ուրեմն երկիր, այնտեղ օրենսդրությունը ավելացել է մի կետ, որտեղ ուրեմն համակարգային նշանակություն ունեցող ձեռնարկությունների սեփականությունը չի կարող պատկանել ուրեմն օտարերկրյա ուրեմն անձանց եւ կամ ընկերությունների եւ կամ ուրեմն majority-ն, հա, չի կարող մեծամասնությունը չի կարող լինել երկրից այլ երկրի ռեզիդենտների։ Հիմա կա օրենք, որը որ այսօրվա իրավիճակով է պայմանավորված Ռուսաստանում եւ բնականաբար օրինակ օրեր առաջ Դոմոդեդովո օդանավակայանը ուրեմն դատախազության իրենց հայցով դատարանը, արբիտրաժային դատարանը որոշում կայացրեց պետականացնել։ Այդ մասնավոր, բացարձակ մասնավոր ինվեստիցիաների վրա հիմնված ընկերություններ։ Ինչ վերաբերում է մեր էլեկտրական ցանցերից, ուրեմն ես ասեմ որպես լիբերալ վարչապետ, էլ այսինքն ես եղել եմ լիբերալ այն թիմի ղեկավարը, որը մասնավորեցրեց Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Այսինքն որ կոնցեպցիան մշակեց, մենք չհասցրեցինք այն մասնավորեցնել, մենք կոնցեպցիան մշակեցինք ինչպես, այսինքն բաշխիչ ցանցերը որպես բիզնես պիտի լինեն մասնավոր։ Ուղղակի թյուրիմացություն էր, ասում եմ, որ սա կարևորագույն է, պետությունը պիտի կառավարի եւ այլն։ Դա պիտի լինի մասնավոր, որպես բիզնես։
Մենք մեր կոնցեպտում որոշում ենք կայացրել բաժանել էլեկտրական ցանցերը ամբողջ երկրի 4 մասի, 4 ընկերություն, որոնք իրար հետ մրցակցության արդյունքում պիտի դուրս գային առավել էֆեկտիվ կառավարման մոդելի վրա։ Եթե չեմ սխալվում, գազը Վրաստանում հաստատ տենց է։ Գազը մի քանի ընկերություն է ըստ տարածքների։ Դե վրացիները այդքան կուլ չեն գնացել օլիգարխիկ եւ քրեա օլիգարխիկ, այսպես ասած, միտումներին։ Ցավոք սրտի մեր արդեն իմ կառավարության, որը կոչվում է իդեպ պրոֆեսիոնալների կառավարություն, դա եղել է մեր երկրի միակ արհեստավարժ կառավարությունը։ Իդեպ մի քիչ ռեկլամանեմ ինձ։ Ուրեմն մեր քաղաքականությունից դուրս գալուց հետո անմիջապես որոշում կայացրեցին չեն այս 4 ընկերությունը, եկեք միացնենք։ Միացրեցին, դարձրեցին մեկ մոնոպոլ ընկերություն։ Հետո իմ տեղեկություններով շուկայական գներից ցածր վաճառվեց մի անհասկանալի ընկերության, որի հետևում կանգնած են նորից ռուսաստանյան էներգետիկ օլիգարխիայի ներկայացուցիչները խայտարակ կառավարում իրականացրեցին բաշխիչ ցանցերի եւ Սամվել Կարապետյանին ուղղակի իմ կարծիքով քաղաքական պարտադրանք էր եւ Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից գնահատել կանգնի, որովհետեւ խայտարակ վիճակում էին այս ցանցերը, էլի խայտարակ վիճակում։ Այսինքն Կարապետյանը ընդունել է ցանցերը պարտադրաբար, դա իր, ասենք, կյանքի ցանկությունը կամ մանկության երազը չէ։ Մենք էլեկտրիկ Երևան ենք ունեցել այդ կապակցությամբ, այսինքն քաղաքական process-ներ են եղել երկրում։ Այո, եւ պիտի հիշեցնեմ, որ Սամվելը հայտարարություն արեց, որ ուրեմն ես խոստանում եմ, որ մինչեւ 50 թվականը կարծեմ տարիֆները մեր պատճառով չեն բարձրանա եւ այլն։ Այսինքն այդ մարդը պարտադրաբար մտավ այս բանի տակ, գործարքի տակ, այդպես չի որ ինքը շատ ուզեցել է վերցնել։ Իմ կարծիքով, որ ինքը այդպես հերսոտած որ ասեց, որ բանը այս դուք էլ ձեր թքած ունի բոլորի վրա այդ թվում բաշխիչ ցանցերը։ Հենց դա են կատուներ, որ դա իր կյանքի երազանքը չէր, իրեն պարտադրել են։ Դա քաղաքական ինվեստիցիա էր։ Այսինքն Ռուսաստանի քաղաքական վերնախավ եւ Հայաստանի վերնախավ քաղաքական համաձայնվել են կարծեմ 16 թվականին, որ ուրեմն ցանցերը տան Սամվելին։ Բայց ինչ պիտի անի պետությունը, ոչ միայն ցանցերի կապակցությամբ, այդ հեռուստաօրդակցության ամբողջ ոլորտի, բոլոր այն ոլորտների, որոնք որ ունեն մոնոպոլ բնակչության սպասարկման գործառույթներ, նրանք պիտի ակցիոներացվեն։ Եվ այստեղ գալիս է պետական սեփականության եւ հանրային սեփականության տարբերությունը, կատեգորիկ տարբերությունը, որը Փաշինյանը չի գիտակցում, ցավոք սրտի, որտեղ նրա համար պետականը արդեն հանրային է, ոչ հանրային չէ, պետական սեփականությունը դա չինովնիկի կողմից կառավարվող, չինովնիկի շահերը սպասարկող սեփականություն է։ Հանրային սեփականությունը միայն ակցիոներական ընկերության տեսքով կարող է լինել եւ պետությունը, այո, իր կարգավորող ինստիտուտներով կարող է պարտադրել այդ ընկերություններին, իսկ դրանք բազմաթիվ են, շատ չեն, բայց բավարար են, որպեսզի իրենց բաժնետոմսերի զգալի մասը ազատ շրջանառության մեջ լինեն եւ բորսայում շրջանառվեն եւ լինեն վերաձևակերպեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ։ Սա հարցի լուծումն է ոչ թե հեծերին վերաբերող միայն, ընդհանրապես տնտեսական ռեֆորմներին, բայց ես չեմ տեսնում երկրում լիբերալ տնտեսական ռեֆորմներ իրականացնող թիմային պոտենցիալ։ Ես չեմ տեսնում դա բավարար չափով երկար ժամանակ։ Ցավոք սրտի հիմա առավել եւս, որովհետեւ լենինիզմը եւ ազատ շուկան դրանք անհամատեղելի են եւ հակառակ ուղղվածություններ են ուղղակի եւ ես ուղղակի ոչ թե տարակուսում եմ, ասենք բան էլի զարմանքի աստիճանը այո հիմա երկու բառ ասեմ տարածաշրջանային Իրան եւ Իսրայել-Իրան հակամարտության մասին Միացյալ Նահանգների այդ հարվածների մասին, ուրեմն առաջին բանը, որ ես նկատեցի, Եվրոպան որպես ուղղակի գործոն դառնում է 0։ Եվրոպական 3 երկրների եւ այսինքն Ֆրանսիան, Գերմանիան եւ Անգլիան արտգործնախարարները Ժնևում հանդիպում են Իրանի արտգործնախարարի հետ, պայմանավորվում են, որ հիմա մենք բան մասնակցենք, բանակցության արդյունքում մենք պիտի վերջ տանք այս ամեն ինչը մենք կնպաստենք, մենք ուրեմն հորդորում ենք ձեզ, նրանց եւ այլն, մենք տեր կկանգնենք եւ այլն։
ճիշտ այդ նույն ժամանակ դրա գիշերը նախագահ Տրամպը Միացյալ Նահանգների ուղղակի ռմբահարում է Պարսկաստանի այն ձեռնարկությունները, որոնք հարստացնում են ուրանը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները բացառիկ դեպք է, բացարձակապես տեղյակ չի պահում նաև Եվրոպային իր քայլերի մասին։ Այսինքն այդտեղ արդեն ես չեմ տեսնում դաշնակցային հարաբերություններ, ավելին ես տեսնում եմ, որ Եվրոպան գոյություն չունի ուղղակի որպես գործոն։ Եվ արդեն այդ ռմբահարումից հետո եվրոպացիները ասում են, հա, դե երևի պետք է։ Հա, դե երևի ասում են, այդ հարստացում ուրանի բան եւ այլ, վտանգավոր է, բայց այստեղ Իրանի համար ազգային արժանապատվության խնդիր է իմ կարծիքով։ Նախ իրանք, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սուտ, հնարավոր է, որ նաև բլեֆ լինի, այսպես ասած, որովհետև որ ասում են, որ մենք միևնույն է արդեն տարել ենք որոշակի քանակ, մենք հարստացած ուրանը ուրիշ տեղ ենք պահում եւ այն, չգիտեմ ճիշտ է թե սուտ, բայց ես նորից ու նորից համոզվում եմ այն փաստում, որ Միացյալ Նահանգների նպատակն է հեղաշրջում իրականացնել Իրանում եւ փոխել իշխանությունը։ Իրանի խնդիրն է մաքսիմալ արժանապատվություն պահպանել, բայց նաև ակնհայտ է, որ Իրանի ռազմական հնարավորությունները թույլ չեն տալու նրան դիմակայել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների այդ հզոր դաշինքին։ Տեսնենք ինչով է այս ամեն ինչ ավարտվելու, ամեն դեպքում ես նկատեցի, որ Եվրոպան գոյություն չունի տարածաշրջանում եւ ուրեմն մենք պիտի կարողանանք մեր նաև հաշվարկներն իրականացնել եւ Իրանի հետ պահպանելով մեր հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի, այո, ծանր է, բայց ողբերգական չի։ Հուսանք, մի փոքր ավելի երկար տևեց մեր այսօրվա հաղորդումը սովորականից, բայց օրակարգը շատ խիտ է, մենք զրուցել ենք մի փոքր ավելի քիչ, քան 50 րոպեն, այո։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, շարունակում ենք հետևել իրադարձություններին եւ քննարկել դրանք։ Դարբինյանի ժամների եթերում շարունակեք լսել Գործարար ալիքը, կհանդիպենք։